Այսօրվա խոսքը ինչպես յուրաքանչյուր խոսք, որ խոսում է Աստծո տանը մեջ, խոսում է Աստծո օրհնությունը խնդրելու։ Աստծո օրհնություն ենք աղոթում, որպեսզի Աստված իր խոսքը մեզ մատուցի եւ ներս մտնի մեր հոգին եւ մեր ներսիդինը լուսավորի իր շնորհքով եւ ողորմությունով։ Ինչպես բոլորը ներկա էիք սրանից 3 օր առաջ ողջ Ամերիկա ժողովուրդը հավատացյալ թե անհավատ, ուզել թե չուզելով, ինչ էին անում, հիշում և հիշատակում են ինչը գոհունակության տոնը։ Այո, մեզ համար հոգևորներիս համար անչափ ցանկալի տոն է, անչափ հիշարժան, որ մի անգամ ևս մեկտեղ գալով, մի անգամ ևս հիշեցինք այդ փառաբանության գոհության տոնը։ Գոհունակության տոնը այս երկրում ինչպիսի սկիզբ է ունեցել, ինչպես գիտեք, Եվրոպայից ժողովուրդ եկան։ Թիմ։ 1789 թվին այս երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը այսպիսի ընդհանուր հայտարարությունով հանդերձ եկավ։ Ասեց բոլոր, ոչ միայն մեր Ամերիկայի, այլ բոլոր ազգերի պարտականություն է, որպեսզի ճանաչեն ու գնահատեն Աստծո շնորհքը եւ ողորմությունը իրենց կյանքի մեջ։ Եվ հնազանդվելով նրա կամքին to obey his will, to be grateful for his benefit, եւ շնորհակալ լինելու այն բոլոր օրհնությունների համար, որ մենք կյանքի ապրած օրերի մեջ մենք առնում ենք նրա շնորհաշատ ձեռքերից։ And humbly to pray his protection and favor. Եվ խոնարհաբար կանգ նրա ներկայության մեջ աղոթ բարձրացնելու նրա ապահովության ձեռքերի համար, որ լինի մեր ու մեր տան վրա։ Այո, այս հստակ աղոթքը, այս հայտարարությունը, որ Ջորջ Վաշինգտոնը հավատացյալի խոսքեր էին, հավատացյալի։ Բայց այսօր հարցում է առաջանում, ինչպես ոմանք հետևում էիք, անցյալ շաբաթ նման մի բան կարդացի, որը արդեն, ինչպես գիտեք, ամեն պաղծություն այս երկրում սկսեց որտեղից, համալսարաններից։ Համալսարանները սատանան չբարորեց դպրոցներում եւ ինչպես գիտեք, վերջի 4 տարվա այդ անտերությունից արդեն այդ անաստվածությունը ներս էր մտել ինչ, մանկապարտեզներում։ Ինչևիցև, այս անցյալ շաբաթ այդպիսի մի հատ article, մի հատ հայտարարություն կարդացի, որը Դեյվիս քաղաքում համալսարան կա, Սակրամենտոյի հարակից քաղաք է փոքրիկ, որտեղ մեծ քույրս իր ընտանիքով է բնակված, պրոֆեսորներից մեկը հանդես եկավ այն մտքով այն գաղափարով, որը բավականին տխրություն ցավ կա այսօր աշխարհի վրա, հապա ինչպես կնի, որ այդ գոհունակությունը փոխենք ու դարձնենք ողբի տոն։ Հասկանում եք։ Այնպես որ սատանան արթուն է, սատանան օգտագործում է նմանատիպ, այսպես ասած, չակերտավոր պրոֆեսորներին, գիտնականներին, կրթվածներին, որ համբավ ունեն, որ առաջնորդեն մեր երեխաներին դեպի առաջադեմ ու ճիշտ մտածելակերպի, արդեն ինչ է անում, սատանան այդ սերմը ցանում է։ Որովհետև հարց է առաջանում, գոհունակություն տոնը իմ քո հավատացյալ աշխարհի համար եկեղեցիներում հիշում են տոնում են, բա անհավատների համար։ Մի պահ պատկերացրեք, որ այս երկրում բնակվողը, օտարացին, աֆրիկացին, մուսուլմանը բանը, ինչ է բնականաբար այսօր ազատ օր է։ Հինգշաբթի օրը ես առիթ ունեի դուրս եկա, ինչ որ տեղ պետք է գնայի, ամեն ուր փակ էր, ամեն ուր, ամեն տեղ։ Եվ բնականաբար ամեն մարդ արարածի, որ ապրում է այս երկրում եւ հինգշաբթի օրը լսում է կողքից, հարևանից գոհունակություն տոն, գոհունը Thanksgiving, բնականաբար ուզի թե չուզի, նա մի պահ կմտածի, ինչից գոհանալ, ինչի համար գոհանալ, եւ մտորում եւ մտք կառաջանա այդ մարդու այդ անհավատի մեջ, ու Աստված կա, ու այսքան բարիք, որ ես վայելում եմ այս երկրում, ուրեմն այս հավատացյալները, այս կողքից հարևանը, այն մի քիչ անցնողը, այս փակ խանութները, այս բիզնեսները, ինչ-որ մի բանի մասին են ասում։ Եվ այդպես էլ եղավ, հրամանը եկավ այն ժամանակ և կոնգրեսից և սենատից։ Հիմի հազվադեպ ես տեսնում և կոնգրեսը և սենատը մի ինչ-որ մի մտքի շուրջ համաձայնվում են, համակերպվում են։ Նրանք ասեցին, պարտադրեցին նախագահին Ջորջ Վաշինգտոնին, որ մենք պետք է այդպիսի մի օր ունենանք,
to the people of the United States a day of public thanksgiving. Պետքսի հրճակ պետք է հրճակվի, պետք է ստորագրվի, պետք է կնքվի, այդպեսի մի օր պետք է նշանակվի, որպեսի ողջ ազգը մեկտեղ եկած գոհանա իր ստեղծողից, իր Աստծոց, իր բարերարից, to be observed by the acknowledging with a grateful heart, որպեսի մարդը, ամեն մարդ արարած, որ ապրում է երկրում Ամերիկայում, ուղղակի թե անուղղակի մտածի Աստծո գոյության ու նրա բարիքի մասին։ Գիտեք, ողջ երկրագնդում, բացի Ամերիկայից, ևս երկու պետություն, երկու ազգություն կա, որ ունեն գոհունակության տոն, որ երբ որ ասեմ, բնականաբար կհասկանաք, որը ինքնըստինքյան Ամերիկայի ազդեցություն է եղել, Ֆիլիպինը։ Ֆիլիպինցիները տարիներ ու տարիներ ունեին ամերիկյան լուրջ, ինչ ներկայություն այնտեղ, եւ մյուսը Կանադան է, արդեն մեր հարևանության մեջ։ Եվ մի եղբայր ասում է, ինչ հրաշալի կլներ, մի պահ պատկերացներ, որ ամբողջ աշխարհով մոտ ազգությունների մեջ ամեն մեկը իր յուրովի օրը ժամը ունենար նմանատիպ գոհունակության տոնի հետ կապված։ Այդպիսի մի տոն։ Ամեն ազգություններ ունեն բազում տոներ եւ մի պահ պատկերացրեք, թե եթե ամբողջ ազգերի մեջ Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, մեր Հայաստանում, որ բազում տոներ ունենք, ավելանար մի այսպիսի գեղեցիկ աստվածապաշտ, աստվածահնչյուն գոհունակության ևս տոն։ Աղոթենք դրա համար։ Ամերիկայի գրական աշխարհում լեցուն դեմքեր են եղել, այսօր մեկին պետք է մեջբերում անենք Alex Haley։ Alex Haley-ն ունի մի գրքեր հեղինակ է, բայց իր գրված գործերից ամեն այսպես հռչակավորը Roots արմատները։ Այդ գրքի հիման վրա 80-ական թվականներում բազմասերիանոց հեռուստատեսային կինոներ նկարահանեցին եւ ասում են, որ Ամերիկայի հեռուստատեսության պատմության մեջ ամենաշատ դիտումն է եղել։ Նա իր ազգությամբ սևամորթ էր եւ բնականաբար այդ գիրքը Roots-ը գրված է սևամորթների կյանքի կարգավիճակի մասին։ Նա իր գրասենյակում միած շատ տարօրինակ պատկեր նկար ուներ կախած, որ ամեն անգամ երբ ընկերները իրեն տեսակցելու կամ գործի բերումով հանդիպում էին, բնականաբար աշկը տնկնում էր այդ նկարին եւ ինքնըստինքյան նրանք հարցում են ասում, why is that there? Ինչու այս նկարը քո գրասենյակում։ Իմի կտեսնեք նկարը կրիա, turtle։ Սա այն կենթանիներից, այն տեսականից է, որ եթե իր ամբողջ կյանքում փորձի մագլցել նույնիսկ կես սանտիմետր չի կարող։ Էտա իր ոտքերի հետ փոքրությունը, նա չի կարող նույնիսկ կես սանտիմետր մագլցել, բարձրանալ, վեր բարձրանալ։ Իսկ հիմի տեսնում եք ցանկապատի սյունի վերում է դրված, եւ նա Alex Haley-ն հետեւյալ խոսքերն էր ուղում իր ընկերների հետ։ Ամեն անգամ, երբ ես նայում եմ այս պատկերին, հստակ հարց է առաջանում իմ մեջ, որ այս կրիան իր ուժերով չի բարձրացել այդ ցանկապետի վրա, ինչ որ մեկն է օգնել, ինչ որ մեկը վերցրել ու նրան տեղադրել այդ բարձունքում, որ ավելի բարձր մեծ տեսադաշտ ունենա վայելելու իր շուրջ բոլորը։ Եվ Alex Haley-ն իր ընկերներին ասում էր, ամեն անգամ, ամեն մեկ առումով, երբ որ ներքին մարդկային եսն է իմ մեջ գլուխ բարձրացնում, եւ ես ինչ որ հաջողությունից ելնելով ինքնըստինքյան իմ մեջ մարդկային ինքնավստահություն է ստեղծում, որ արդեն կամ կայուն եմ, ամուր եմ, հարուստ եմ, հռչակավոր եմ, ճանաչված եմ, ասում եմ, նայում եմ այդ պատկերին ու հիշեցնում եմ, դա իմ շնորհիվ չի, դա իմ միտք չի, դա իմ գաղափարը չի, դա իմ հաջողությունը չի, դա միայն ու միայն Աստծո ողորմությունն է, եւ ես գոհանում եմ Աստծո ողորմությունից խոնարհվելով նրա առջև։ Այո, նման պատկերները շատ բան են ասում մեր կյանքում։
Մենք մարդ ենք, հոգևոր ենք, հավատացյալ ենք, վերստին ծնված ենք, այդպես սիրում ենք մենք ես ասենք, we are born again Christian, մեր մեջ հոգին է, մեր մեջ աղոտ է, մեր մեջ աստվածապաշտությունը, այդպիսի օր չկա, որ մեր շրջունքներից Հիսուսի անունը չկանչվի, հույսով որ այդպես է, բայց այդուհանդերձ մնում ես մարդ, ունես միտք ու շրջապատված լեցուն մարդկանցով, որոնք ինչ են անում, որոնք շնչում են իրենց եսով, իրենց էությունով, իրենց կարողությունով, իրենց հարստությունով եւ որովհետեւ շփվում ես ինքնըստինքյան այդ ոգին, այդ գաղափարը, այդ միտքը կարող է նաեւ ներս մտնի քո մտքիդ, քո աշխարհիդ մեջ։ Եվ նմանատիպ գաղափարները մեզի հիշեցնում է, որ այսօր եթե ես ու կամ ունեմ փոքրիկ հաջողություններ այստեղ ու այնտեղ, ունեմ մի առաստաղ իմ գլխին, ունեմ մի առողջ ընտանիք, ունեմ հարաբերական առումով խաղաղություն իմ տանս մեջ, դա Աստծո շնորհքն է, ուրիշ ոչ մի բան։ Մի փորձիր ինքդ քեզ արժանացնես, որտեղ բոլորս էլ պակասել ենք ու պակասելու ենթակա ենք, եւ եթե կանք ու մնում ենք, եկեք գոհանանք նրանից, որտեղ նա դեռ առատ օրհնություններ ունի ինձ ու քեզ համար պատրաստած։ Ինչպես գիտեք սիրելիներս, միայն Ամերիկայում չէ, ամեն ուր բժիշկ լինելու համար երկարատև կրթություն, մեծ գումարների ծախս է պետք։ Եվ բնականաբար, երբ որ ավարտում ես ու բժիշկ ես դառնում, դա ինքնըստինքյան է։ Բժիշկը մեկ օր շուտ ուզում է սկսել իր գործունեությունը հիվանդանոցում կամ իր անձնական օֆիսում, որպեսզի կարողանա իր անցյալի կուտակված պարտքերը վճարի եւ ավելի լավ կյանք ապրելակերպի ձգտում ունենա։ Դա այդպես է։ Բայց մի հոգևոր բժիշկ երբ կրթությունը ստացավ, ոչ միայն չմնաց Ամերիկայում, այլ մտածեց, որ պետք է գնամ Հնդկաստան։ Դա սկայական ժողովուրդ կա։ Նա չէր գնում այնտեղ, որպեսի այդ մեծ քաղաքներում կամ մայրաքաղաքում իր օֆիսը ստեղծեր եւ բոլորը հարցում հարցնել, Ամերիկայից բժիշկ է եկել, ամերիկյան կրթությունով եւ հիվանդներին թիվ ու քանակ չներ։ Նա որոշեց ոչ միայն Հնդկաստան գնալու, այլ գնալու այն գյուղերը, որ նույնիսկ Հնդկաստանում ուսում առած բժիշկները ցանկություն չունեն գնալու։ Որտեղ այդ ապրող ժողովուրդ, այդ գյուղերում, այդ հերավոր, այդ անտեսված տեղանքում իրենց համար բժիշկ ունենալը երազ էր։ Նա շրջում էր տեղից տեղ ու նմանատիպ գյուղերում ու այդպես անտեսված ժողովրդի փորձում էր իր բժշկական այդ հմտությունը օգտագործելիք դարձնել։ Նա պտտում էր ու հանկարծ հայտնվեց մի տարածքում ու նկատեց մի ցավալի, մի տխուր երևույթ։ He served in a region where there was a progressive blindness. Նկատեց, որ ժողովրդի մեծամասնությունը ինչ որ տարիքից սկսած կորցնում են իրենց տեսողության այդ փառավոր Աստծո օրհնությունը, կորանում են։ Եվ որպես բժիշկ սկսեց ուսումնասիրել ու հայտնաբերեց, որ այս տեղանքում ինչ որ վայրս կա, որ ոմանք իրենց մարմինի կարողությունը չկարողանալով հաղթահարել այդ վայրեսը մտնում է նրանց մեջ եւ կուրություն առաջացնում։ Աշխատեց եւ Աստծո օրհնությունով հայտնաբերեց պատճառը, միջոցը, դեղորայքը։ Եվ մարդիկ լսելով տարբեր գյուղերից ու քաղաքներից գալիս էին այդ տարածքի, որ այդ հիվանդությունը տարածված էր, գալիս էին իր մոտ բուժվելու։ Իր կենսագրության մեջ, ինչպես գիտեք, շնորհակալություն բառը ողջ լեզուների մեջ ոչ աշխարհով մեկ տարածված է։ Առաջին որ որևէ օտար լեզու երկիր ես գնում, փորձում ես առաջի բանը, որ սովորես ինչն է, ինչպես արտահայտեմ այս լեզվով, ինչը շնորհակալություն բառը, որտեղ ամենահաճելին է։ Այն եթե ուրիշ բան չես կամ արտահայտես, բայց գոնե կարողանում ես այդ դիմացին ասես, որ քո արածի համար, քո բերած ծառայության համար իսկապես զգացված ես եւ շնորհակալության բառն եք սովորում։ Բայց եղբայրը իր կենսագրության մեջ իր ասում է, որ այդ տեղանքում, որ ես ծառայում եմ իրենց դիալեկտում, ինչպես գիտեք Հնդկաստանում տարբեր հատվածներում տարբեր դիալեկտներ են օգտագործում։
Եվ ասում է իրենց բառապաշարի մեջ շնորհակալություն բառը չկար։ Շնորհակալության փոխարեն ասում է ամեն անգամ, որ ես իրենց բուժում էի եւ իրենք իրենց տեսողությունը վերականգնում էր, իրանք ասում էին I will tell your name. Քո անունը ուրիշներին կպատմենք։ I will tell your name. Դա իրանք շնորհակալության արտահայտության ձևն էր։ Այսօր մենք որպես հավատացյալ շատ հեշտ է փրկվել եմ եւ ես ամեն անգամ ծնգի եմ գալիս եկեղեցում, տանը մեջ, որտեղ որ կամ քույր եղբայրների եւ դա առանցին ծնգի եմ գալիս եւ շնորհակալություն եմ հայտնում Աստվածանից։ Դա սկիզբն է, բայց դա ամեն ինչը չէ։ Մենք հաճախ դրանով ավարտում ենք, դրանով սահմանափակվում ենք, մտածում ենք, որ Աստծուն մեծ բարիք արեցինք, որ իր փրկությունը մենք չենք մոռանում։ Դա հրաշալի է, բայց դա ամբողջը չէ։ Այս ամբողջ պատմությունը պատմեցի դրա համար։ I will tell your name to others։ Երբ Հիսուսը համբարձում էր աշակերտներին, ինչ ասեց։ Ասեց մնացեք այդ վերնատային ու առավոտից գիշեր աղոթեք ու շնորհակալություն հայտնեք, որ ես ձեզի փրկեցի, ասավ գնացեք ողջ աշխարհը ու պատմեք փրկության մասին, իմ անունի մասին, որտեղ այդ Հիսուս անունի մասին փրկություն կար։ Գիտեք, այսօր շատ հաճախ մենք անհույս ենք դառնում։ Ինչ ասեմ, սարի եղբայր, մի երկու տեղ ասեցի, ծաղրեցին, ծիծաղեցին, արամ արեցին, հետամնաց դիտեցին ինձի, էլ ես մտածում եմ, եթե փրկվողը փրկվի ինչ-որ ձևով, իմ ասելիքը թե չասելիքը ոչ մի դեր ու նշանակություն չունի։ Հենց այդտեղ սատանան հաղթում է։ Հենց այդտեղ մենք պարտված ենք։ Հենց այնտեղ մենք արդեն ինչ ենք անում։ Մեր փրկությունը ինչ ենք անում։ Կիսա ավարտի ենք թողնում։ Մենք մոռանում ենք, որ մի օր մենք եւս անհավատ էինք եւ Քրիստոսի փրկությունը մեզ համար արժեքազրկված մի հատ հասկացողություն էր եւ ինչ որ մի ձև, ինչ որ մի տեղ, ինչ որ մի հնչյուն, ինչ որ մի բառ, ինչ որ մի խոսք, ինչ որ մի վկայություն մեր մեջ արտնասեց այդ հավատքը եւ ես ու դու շնորհակալությունից բացի ինչպես այդ դիալեկտն ասում ավելին կարող ենք անել եւ ավելին պարտադիր ենք անելու I will tell your name Jesus to others թե ինչպես ինձ փրկեցիր իրենց էլ կարող ես փրկել 116-րդ Սաղմոսի Psalm 116 այսպիսի տողեր ենք կարդում 12-րդ համարում Ինչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Սաղմոսի հեղինակը չի գրված, որտեղ Սաղմոս գրքում ունենք մեծամասնությունը Դավիթի սաղմոսներն են, բայց ուրիշ Սաղմոս երկուներ են եղել։ Մեծ հավանականությամբ ենթադրում եմ, որ Սաղմոսը ևս Դավիթի գործն է, բայց որովհետև վերջնական փաստեր չկա, այդպես անորոշ են թողել, բայց ինչևից է։ Մաս է կազմում Աստվածաշնչի, մաս է կազմում Սաղմոս գրքի եւ շատ օրհնյալ խոսքեր է։ Ինչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։ Հոգևորը հավատացյալը, ինչպես գրված Սաղմոսը 3000 տարի առաջ, այսօր մեր մեջ հարց չի առաջանում։ Ինչ անեմ իմ Քրիստոսիս համար։ Ոմանք մտածում են, եթե եկեղեցի գնամ ու մոմ վառեմ, դա ամբողջովին բավարար։ Մեկը ասում է խաչակնկեմ, մյուսը ասում է խունկ ծխեմ, այն մեկուսը ասում է դրսում անցնող այդ Անտոնին մի $10, $5, $1, ինչևից է։ Մի հատ ընկածի բարձրացնեմ։ Բայց Սաղմոս 2-ն մեկ ուրիշ պատասխան ունի ինձ ու քեզ համար, որ այսօրվա մեր խոսքի բացատրության, շնորհակալության, գոհունակության շարունակություն է 13-րդ համարում 13-րդ համարում այսպիսին ասում. Փրկության բաժակը պիտի վերցնեմ ու կանչեմ ինչը Տիրոջս անունը։ Տիրոջս անունը պատմեմ։ Փրկության բաժակը այն համոզմունքը, այն հավատքը, որ դու ունես, որ Տիրոջ զոհով դու փրկված ես, դու չես կարող լռել։ Դու չես կարող մտածել, ես իմ ամբողջ սրտով Տիրոջից շնորհակալ եմ ու դրանով ինչ անես համարվես
ավարտված քո ծառայությունը, քո բաժինը, քո օրհնության խոսքը Աստծուն։ Աստված կարիքը մեր մեջ դրեց, որ գնանք եւ մեկ ուրիշին պատմենք այդ շնորհակալությունը։ Տիրոջը շնորհակալությունը սկիզբն է, բայց ամբողջը չէ։ Այսօր լեցունը, տեսեք, երկրագնդի վրա 9 բիլիոն բնակչություն կա մոտավորապես։ Պատկերացում ունեք, որ 5-ից 6-7%-ն է վերստին ծնված քրիստոնյա, որի մեջ կա այդ գոհությունը, շնորհակալությունը, վերստին ծնունդը, հավիտենական կյանքի իրականությունը։ Պատկերացնում եք, քանի բիլիոն մարդկության մասին է խոսքը, որ այսօր իրենց համար չի բացված Քրիստոսի աստվածությունը։ Եվ այս Սաղմոս 2-ն ասում է, ես Տիրոջս անունը պիտի ինչ անեմ, կանչեմ, որտեղ իմ փրկության բաժակ իմ ձեռքից մեջ, վկայություն իմ կյանքից, որ Տերը եկավ ու ինձ փրկեց կորուստից, դժոխքից, հավիտենականությունից եւ կյանք բերեց ինձի։ Սրա մասին է, վկայության մասին է խոսքը։ Եսայիա մարգարեության գիրքը լեցուն է մարգարություններ Քրիստոսի Հիսուսի ծնունդի մասին։ Եվ դրանցից մեկը մենք բացահայտորեն կարդում ենք Եսայիա մարգարեության 11-րդ գլխի առաջի համար ասում է Հեսեի ցեղից տնից մի առանձին ճյուղ պետք է առնեմ։ Եվ երկրորդ համարը ասում է նրա վրա այդ Հեսեի տնից առանձնացված այդ ճյուղի վրա, այդ անհատի վրա բացահայտորեն ինչի մասին էր մարգարեանում Հիսուս Քրիստոսի, դեռ Քրիստոսի ծնունդից 700 տարի առաջ։ Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ հոգին։ Իմաստության եւ հանճարի հոգին, խորհրդի եւ զորության հոգին, գիտության եւ Տիրոջ երկյուղի հոգին։ Եվ այդ հոգով լցված Քրիստոսը այս մարգարեությունից 700 տարի հետո ծնունդ առավ, որպեսզի ինձ ու քո մեջ դնի իր հոգին, Աստծո իր հորից առած հոգին, հանճարի հոգին, իմաստության հոգին, զորության հոգին, գիտության հոգին եւ իհարկե Աստծո սիրո երկուղի հոգին, որպեսզի մեր մեջ դրվի։ Իսկ 12-րդ գլխի հաջորդ գլուխը, երբ արդեն մարգարացել է նրա գալու, նրա հայտնի լինելու, նրա հոգու զորության մասին, բնականաբար Հիսուսի հետ ինչն է գալիս։ Գալիս է փրկությունը, գալիս է մի ամբողջ հավիտենական կյանքի խոստումը։ Եվ Եսայիան մարգարենում է բոլոր այդ վերստին ծնվածների, հավատացյալների, Հիսուս Քրիստոսի մեջ կյանք գտածների մեջ ասում է, դուք ով Քրիստոսի մեջ ծնունդ առածները, դեռ Քրիստոսից 700, դուք ով ուրախությամբ ջուր պիտի հանեք, որտեղից, փրկության աղբյուրներից։ Ցավալիորեն բացարձակապես միտում չունեմ, ես քեզ հետ միասին եւս, ցավալիորեն շատ հաճախ ինձ ու քեզ հավատացյալներից, փրկվածներից համար փրկությունը դառնում է մի այնպիսի մի հատ ճշմարտություն, բայց ոչ առօրյա իրականություն։ Մենք այդ փրկությունը այսպես կներեք ինձ է խոսքը ինձ է վերաբերում։ Ծալում եմ եւ հավատքով գրպանս եմ դնում։ Եվ ես մտածում եմ փրկված եմ։ Եվ ամեն օր արթնանում եմ, իմ մտքումս կա փրկված եմ, բայց այդ փրկությունը այդպիսի մի ցնծություն իմ մեջ չի առաջացնում, որպեսզի ես գնամ ու այդ փրկության աղբյուրներից ինչ անեմ, օրհնության ջուր առնեմ իմ տանս եւ իմ շրջապատիս համար։ Դրա համար մեր մեջ ինչ անում, դե հա լավ փրկված ենք։ Մեր մեջ փրկությունը գնալով ինչ անում, արժեքազրկվում է։ Փրկված եմ, բայց ասում է առաջվա սերը, մենակ առաջվա սերը չի, որ մեր մեջ պակասել է։ Մեր մեջ առաջվա հավատնելը պակաս է, առաջվա այդ փրկության գաղափարնելը մի տեսակ ստվեր անգել, այդպես ասում է, աշնան քամին կգա ու կծածկի այդ երևույթը, այո, ոչ մեկը
չենք անտեսում մեր փրկությունը, բայց չենք էլ բացահայտում, չենք էլ աղաղակում, չենք էլ գնում ու աղբյուրից, այդ փրկության աղբյուրից ջուր առնել մեզ համար։ Եվ մեր մեջ բնականաբար ինչ անում։ Մեր մեջ այդ հոգին պակասում է, ծառավում է, կարոտում այդ կենդանի հաղորդակցությանը, բայց ես քայլում եմ իմ կյանքի սորերը այն միտքը իմ մեջ փայփայելով, որ ես Քրիստոսի մեջ փրկված եմ։ Բայց այդ փրկությունը ինչ է ինձ տալիս։ Համարյա թե ոչինչ, այսօր եւ հետո վաղը եւ հետո մյուս օրը, եթե այս խոսքը իմ մեջ այդ կենթանությունը չբերի, որ այդ փրկությունը փաշչի կյանք է, առօրյա կյանք է, ամեն օր որ ես արթնանում եմ, ես պետք է իմ վրայից թոթափեմ այս աշխարհի հոգսերը, նեղություններն ու դժվարությունները, այո ամեն մեկս անցնում են կերպ դժվարություններ, ոմանց մոտ կյանքը ահավոր դառնագին է։ Ձեզանից 1-2-ի ճանաչելով հասկանում եմ առանց անուններ նշելով, այսօր մեր կյանքում ահավոր ձևով դառնություն կա, նեղություն կա, հարցումներ կա, դժվարություններ կա։ Եվ հետո մտածում ես, դա այդքանից հետո ես նոր նստեմ փրկությանս մասին մտածեմ, այո, որովհետև միայն այդտեղից դու կարող ես փրկության այդ աղբյուրներից կարող ես առնես այդ օրհնության ջրերը։ Մենք փրկված հավատացյալներս թողնում ենք, որ կյանքի նեղություն ինչ անի, այդ աշնան քամու պես գա ու ծածկի մեր փրկության իրականությունը։ Ու փրկությունը դարձել կյանք չի, հոգի չի, միտք է, գաղափար է։ Եվ եթե հասկանում եք ինչ է լինում, դրա հաջորդ քայլը, հաջորդ քայլը թշնամի մեզ կամած, այդ աշնան քամի մի քիչ ուժգին դարձնելով մեզ կտանի դեպի աշխարհ։ Մենք դեռ մեր մտքի մեջ կփայփայենք, որ փրկված ենք, բայց իրականության մեջ մենք այդպես էլ չենք առնում այդ օրհնությունը, այդ փրկության աղբյուրներից մենք էլ բացարձակապես չենք հագենում։ Մեր մեջ էլ այդ Աստծո պաշտամունքի ծառավը պակասում է։ Մեր մեջ հոգին դադարում է, մեր մեջ միայն միտքն է փայլատակում։ Փրկված եմ, հավատացյալ եմ, Սուրբ Գիրք եմ կարդացել, ինչ որ ժամանակ եկեղեցի եմ գնացել։ Հասկանում եք, մենք մեզ խաբելով, մենք մեր օրհնությունը մեր կյանքից հանում ենք։ Եվ Եսայան դրա մասին էր ասում։ Եվ դրա շարունակությունը 4-րդ համարը եւ այն օրը կասեք, երբ որ այդ փրկության, այդ օրհնության աղբյուրներից առնեք ու խմեք ու հագենաք, եւ այն օրը կասեք. գովերքեք Տիրոջը, կանչեք նրա անունը, հռչակեք նրա գործերը ժողովուրդների մեջ, հիշեցեք, որ բարձր է նրա անունը։ Այսօր մեր կյանքը այնպես է մխրճվել իր դժվարությունով, իր հոգսերով, վաղը պետք է էսի վճարեմ, վաղը էս պետք է անեմ, ստե պետք է գնամ։ Հասկանում եք, կյանքի զբաղվածությունը այնպես է բռնել մեր միտքը, որ մեր հոգին պակասել է։ Մենք էլ ժամ չունենք հոգու համար, ժամ չունենք, մոռանալով, որ մեր ամբողջ կյանքի դասավորությունը այդ հոգու ձեռքերի մեջ է։ Մենք հոգուն ծալել ենք, փրկությունը այո ամենը, բայց մեր գրպանում է, բացահայտ չի։ Եվ ինչ ենք անում, եւ մտածում ենք, հիմա ես իմ կարողությունով, իմ ինժով, այս իրավիճակը ինչպես հաղթահարեմ։ Որտեղ մեր մեջ փրկությունը կորցել է իր աստվածային արժեքը։ Մենք մոռացել ենք, որ այնպիսի մի Աստծո ենք հավատում, որ անհնարիների Աստված է։ Այն Աստվածն է, որ փակ դռները կարող է միայն բացել։ Իսկ ես ինչ եմ արել։ Աստծոս ասում եմ, դու լավն ես, հրաշալի ես, բայց մի կողմ կանգնի, թող տեսնեմ հիմա ես իմ մտքով, իմ գաղափարով, իմ փորձառությունով, իմ ուժերով ինչ կարող եմ անել, ինչպես կարող եմ այս իրավիճակը դրական դարձնել։ Չես կարող։ Դու արդեն այդ ծուղակի մեջ ես, դու արդեն այդ նեղության մեջ ես, դու արդեն այդ դժվարություններով ես անցնում եւ կարիք ունես այն փառավոր ձեռքին, որ մեկնի ու ինձ ու քեզ դուրս անի այդ կարգավիճակից։ Մի եղբայր շատ գեղեցիկ ասում է, we are not saved to be silent։ Մենք չփրկվեցինք, որ լռենք, մենք փրկվեցինք, որ խոսենք, վկայենք։ We are saved to speak։ Տերը մեզ փրկեց, եւ ինչպես 2000 տարի առաջ աշակերտները այսօր
ինձ ու քեզ է ասում, գնա ու վկայիր, ու ավետարանիր ու ասա, որտեվ ամեն անգամ ասելուց քո մեջ հոգին նորոգվում է, արթնանում է, ոտքի է կանգնում։ Նախ դու ես օրհնվում, մինչև դիմացինին օրհնելու համար։ Բայց մեզ համար հեշտ է, գիտես ինչ է, ինչ ասեմ, մեկ ուրիշը կասի, մեկ ուրիշ երևի ասել է ու ինքը մերժել է, հիմա էլ ես ասեմ, ես էլ կմերժեմ։ Բայց երբ որ դու մտածում ես, որ ասելով նախ առաջինը դու ես օրհնվում, այդ ժամանակ ասես, we are not rescued to retreat, մենք չփրկվեցինք թշնամուց, որ հիմի հետ նահանջենք։ Իմ չեզոք կարգավիճակը միանշանակ ինչի մասին է ասում, ես հետ կանգնեցի, այդպես է թե ոչ։ Միգուցե համաձայն չես ինձ հետ, բայց գնա ու տան այդ մասին մտածիր։ Մեր չոզոք կարգավիճակը միանշանակ խոսում է, որ մենք մեզ դուրս ենք անում այդ ճակատամարտից, այդ պայքարից, այդ պատերազմից թշնամու դեմ։ Ասում ենք, լավ, նրանք ջահել են, նրանք մեծ են, նրանք փորձառու են, նա հովիվ են, թող նրանք անում։ Ես գիտեմ իմ տանս ինձ համար կաղոթեմ։ We are not rescued to retreat, but restored to go. Աստված ուզում է ամեն օր մեզի զորացնի, ոչ միայն մեր կյանքի նեղությունները նրա ոտքերի տակ բերելու, այլ այդ հաջողության մեջ, այդ նեղություններով անհավատի կյանքում նաև հույսի խոսքեր կարող են ասել։ Երբ որ ես ու դու գլուխներս կախ, որպես 100 տարիների հավատացյալ, նեղությունների մեջ ճկռացման ենք գալիս, ինչ վկայություն ունենք կողքինին ասելու։ Իհարկե ոչ։ Նախ այդ օրհնության այդ աղբյուրներից ես պիտի առնեմ, մենք պիտի առնենք, մենք պիտի նորոգվենք։ Նեղությունը կա, բայց մեկ ուրիշ մեկ բան կա, Աստված կա այս ամբողջի մեջ։ Եվ երբ որ Աստված կա, այդ ժամանակ քո շրթունքների նաև օրհնության խոսք կա, մեկ ուրիշին ասելու, and tell the world what he has done. Ասա այս աշխարհին, թե նա ինչ արեց այս աշխարհը փրկելու համար։ This is not optional, is essential. Մենք մտածում ենք, դե ամեն մեկիս ընտրությունն է, ես այդպես բնավորություն չունեմ, դες չեմ սիրում խոսել, ընտրություն չի, անհրաժեշտությունը, ինչը Քրիստոսին ճաշակելը ու վայելելը ու հեշտությամբ նրա մասին ասելը։ Դա անհրաժեշտություն է, դա հավատացյալի պատասխանատվությունն է։ Հովանես ավետարանիչը շատ զարմանալի ձևով 10-րդ գլխի մեջ, եթե գնաք ու տուն ընթերցեք, կտեսնենք, թե նա ինչպես խոսում այն մասին, որ Հիսուսը իրեն հավատացող ժողովրդին նմանեցրեց ոչխարների ու ասեց, ես եմ հովիվը ձեզ ու ձեզ կառաջնորդեմ դեպի հավիտենականություն։ Հովանու ավետարանի մինչև 4-րդ գլուխ ընթերցելը, երբ որ գնաք ու ժամանակ ունենաք ընթերցելու, ուսումնասիրելու, 3-րդ համարում այսպիսի մի գեղեցիկ միտք է ասում, ասում է, ես իմ ոչխարներին, իմ հավատացողներին մեկ անունով գիտեմ։ Իսկ ես նրան գիտեմ նրա ամբողջ աստվածության էությունով, նա ինձ գիտի ես ով եմ, մարդ եմ, բայց նրան ճանաչել եմ, ու նրան հռչակել եմ որպես իմ Տերը և Փրկիչը։ Իսկ ես ինչքան գիտեմ այդ Փրկչի մասին։ Իսկ 4-րդ համարում ասում է, և երբ իր բոլոր ոչխարներին դուրս է հանում, գնում է որտեղ նրանց առջևից։ Իսկ ոչխարները ինչ են անում, հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը։ Այդ ձայնը արդեն անուն չի, դա հնչյուն է, որ քո հոգուտ մեջ ամեն օր արձագանքվել է։
Ճանաչողությունը ինչի հիման վրա է կառուցում, եթե ոչ հաղորդակցության վրա։ Եվ Քրիստոս Աստծո հետ, նրա հետ հաղորդակցելով, նրա ձայնն ես ճանաչում։ Ինչու էր Հիսուսը մեզ հավատացյալներից նմանեցնում ոչխարներին։ Պատճառ կա, որտեղ ողջ կենդանական աշխարհում ոչխարները մի առանձնահատուկ ու տխուր ու ցավալի հատկությամբ են օժտված։ Sheep, ոչխարը, have no homing instincts. A dog, a horse, a cat or bird. Ոչխարը ի տարբերություն շան, կատվի, ձի, թռչունի, նրանք գիտեք ինչ, նրանք բնազդ ունեն, որ ինչ որ ձևով երբ որ կորցվում են, նրանք կարողանում են կողնորոշվել եւ պատահում է որ օրերով ու նույնիսկ շաբաթներով փնտրելով հետ են գալիս իրտեղ իրենց տունը, իրենց տիրոջը, իսկ ոչխարը ոչ։ Ոչխարը եթե հոտից մի քիչ հեռացավ, but when a sheep get lost, it is goner, նա գնում է ու ավելի հեռանում է, մինչև մեկը չգնա ու նրան փրկի։ Այսօր իմ ու քո վկայությունը, իմ ու քո խոսքը մենակ աշխարհի համար չէ, այն հոգևորների համար է, որ այսօր հոտից պակասել են ու հեռացել են ու ավելի են հեռանում։ Ոչխարը չունի այդ հատկությունը հետ գալու, եկեղեցու գալու, փրկվելու, նա քո վկայության խոսքի կարիք ունի, քո քաջալերանքի, քո խոսքը։ Ես աղոթում եմ, աղոթքը հրաշալի է, բայց խոսք պետք է խոսվի, եթե ոչ նա կգնա, որտեղ ոչխարը, եւ դրա համար Աստված մեզ ոչխարի նմանեցրեց։ Մենք այդպիսի յուրահատուկ առանձնահատկություն ունենք։ Մենք երբ որ գնում ենք ու այդպես էլ հեռանում ենք։ Մեր մեջ մի օրերի ու ժամերի ընթացքում ամբողջ հավատարմությունը հոդս է ցնծում եւ մենք պակասում ենք։ Մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Նույն Հովանու ավետարանի 10-րդ գլխի 11-րդ համարում ասում է. Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքն է տալիս ոչխարների համար։ Գիտեք ինչի։ Որովհետև եթե վարձկան լինի, նա պետք է չի այդ ոչխարները, բայց մեր Տերը այդ բարի հովիվը իր կյանքը տվեց, որտև մեկ բան հստակորեն գիտեր, երբ մեզ հավատացյալներից նմանեցրեց ոչխարներին։ Ոչխարները ոչ մի Next page. Sheep are nearsighted. Ոչխարներ գիտեք ինչ, մոտետես են, հեռուն չեն տեսնում։ Հիմա հետ կգանք ու կվերլեցեք մեր կյանքում and the very stubborn ու ահավոր ձևով համառ են։ But easily frightened, ու շատ հեշտ վախենում են։ They have little means of defense. Նրանց պաշտպանությունը թշնամու սատանայի անօրինի դեմ համարյա թե ոչինչ է։ Their only resource is to run if no shepherd. Եվ միակ միջոցը որ ունեն, իրենք հեռանում են, փախչում են, եթե հովիվ չկա, որ նրանց ինչ անի, փրկի։ Նրանց պաշտպանի այդ անօրենից, այդ թշնամուց, այդ ստից, այդ խաբկանքներից։ Ուզում եմ վերադառնամ մի հատ ոչխարի, we are very nearsighted. Մենք մոտետես ենք։ Եվ երբ որ մեր կյանքում ենք նայում, մենք երևույթները այդպես էլ չսովորեցինք, տարիների հոգևորությունից, աղոթներից, Աստծո խոսքին մենք այդպես էլ չսովորեցինք, որտեղ թշնամին ինչ անում, մեր այդ հատկությունը օգտագործում է, մենք ամեն իրավիճակի մի կողմն ենք նայում։ Մենորեն եղբայրը, այն քույրը, հովիվը, այս խոսքի մեջ նման մի բան ասած եւ ինչ ա լինում, եւ չենք մի քայլ հետ դնում ասենք, այս խոսքը միգուցե ընդհանուր խոսքեր իմ հետ կապված չէր։ Չէ, սա ինձ էր ուզում ասել, ինձ վիրավորեց եւ վերջ, ես ամեն ինչ թողնում եմ։ Սկսած ընտանիքից մեր սեփական եկեղեցու ընտանիքում եւ նույնիսկ շրջապատում մեր հավատացյալ լինելը հրաշալի է, մեզ փրկության խոստումն է բերում, բայց մեր հավատացյալ լինելը ինչ անում, անվերջ սատանան օգտագործում է, որ երևույթի երկու կողմը չտեսնենք։
Միշտ մենք դատում ենք, ինչ երևույթի, իրավիճակի, եղածի մի կողմը լսելու, ուսումնասիրելու ու արագ ինչ ենք անում, եզրակացություն ենք անում։ Եվ երբ որ կողքից մի քույր, մի եղբայր ասում է, չէ քույրս, չէ հարազատս, չէ հովիվ ջան, այդպես որ դու ես մտածում, տենց չի, we are stubborn։ Եվ մենք չենք ուզում խոնարհվել։ Չենք ուզում ականջ դնել ու լսել Աստծո ձայնին, կողքի քրոջ ու եղբորը։ Եվ մտածում ենք, ես եմ ճիշտ, եւ իմ մտածածն է ճիշտ, եւ իմ ընտրածն է ճիշտ։ Առանց հասկանալու, որ քո մտածածը ու քո ընտրածը սարո քեզ է վնասում, քո տունն է վնասում ու եկեղեցին է վնասում։ Եվ քո ամբողջ փրկությունը քո հաստագլուխ լինելու պատճառով դու կարող ես հարցականի տակ դնես։ Եվ Աստված ինչ է ուզում մեզանից։ Հնազանդություն։ Մի շտապիր, մի որոշիր, մի համոզվիր քո գիտության եւ իմացության եւ տարիների փորձառության վրա։ Տերը մեր նոր խոսք ունի, մի նոր ճանապարհ ունի մեզ համար ասելիք։ Չէ, ես տարիներ այս ճանապարհով եմ գնացել, շատ լավ ես արել, բայց միգուցե ավելի լավ ճանապարհ է Տերը այսօր ինձ համար ընտրել, չլսեմ նրա ձայնը։ Նա նորանոր օրհնություններ է ուզում ինձ տալ, իսկ ես համառորեն ասում եմ, չէ, սա է, սրա մեջ եմ սովորել, սրա մեջ էլ պիտի մնամ։ Մենք կենդանի Աստծուն ենք պաշտում, ոչ թե գրի, այլ հոգուն։ Գիրը սպանում է, իսկ հոգին, որ անverջ ուզում է մեզ փոխել ու իրեն նմանը դարձնել։ Չէ, ես ինչ որ կամ լավ է, բավարար է ինձի։ Մեզ բավարար է, Տիրոջը բավարար չի։ Այս աշխարհի համար բավարար չենք, վկայության համար բավարար չենք, ավետարանչության համար բավարար չենք, որտեղ պակասել ենք։ Պակասը ինչ ունի ասելիք, չունի։ Եվ Տերը ուզում է, որ մենք այդ աղբյուրներից օրհնության ջրերը առնենք, մենք օրհնվելու համար, որպեսզի կարողանանք առատորեն ուրիշներին տալու։ Իսկ թշնամին մեզի մխրճել է մեր դառնությունների մեջ, մեր ցավերի մեջ։ Այո, իրական են։ Այո, դրանց հաղթահարելը դժվար է, բայց անհնարին չէ։ Անհնարին է, երբ որ ես ու դու փորձում ենք մեր ուժերով, հնարավոր է, երբ որ Քրիստոսին ենք կանչում։ Երբ որ մեր այդ ցավի ու նեղության մեջ փորձում ենք, որ նրա փրկության աղբյուրներից ջուր առնենք, մեր ծառաված հոգին հագեցնելու համար։ Քեզ կբերեմ այդ փառավորած այդ հրաշք Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Ամեն։